Ալեքս Սիմոնյանը նշում է, որ շատ է երկարի զեկույցը եւ օրենքը թույլ չի տալիս, որպեսզի մտնի օրակարգ հատվի եւ հնարավոր է լուծումներ կազմակերպել։ Ես ընդունում եմ ազգային ժողովի նախագիծը ճիշտ է, ասում շատ երկար է, բայց նաեւ լուծումներ կան նույն կանոնակարգ օրենքին, որին ես հղում եմ արել կանոնակարգ օրենքի 7-րդ գլխի 25-26 հոդվածների։ Այստեղ մեկնաբանության խնդիրներ առաջանում, բայց այստեղ մեկնաբանությունների նաեւ լուծումը տրված է իմ բացատրությունների մեջ նամակով, որ ես ուղարկել եմ ազգային ժողովի նախագահին, որն է, որ եթե ժամկետների խախտման խնդիր կա, չէ որ քառօրյա պատերազմի զեկույցի ժամանակ էլի ժամկետները խախտված էին, բայց օրենսդիրը մեկնաբանություն իր տվել է, նախադեպ կա։ Դա խախտել չի կարելի, ցանկացած իրավաբանի եթե հարցնեք, այդ նախադեպը գոյություն ունի, այսինքն մեկնաբանություն ա տվել օրենքի այդ վիճելի դրույթներին։ Ասում ես նախադեպերով պետք է շարժվեմ։ Նախադեպը իրավական լրջագույն ժողովրդավարական երկրներում ինստիտուտ է, այսինքն նույն օրենսդիրը տվել է իր մեկնաբանությունը այդ երևույթին ժամկետը ցկելու կամ չցկելու։ Այստեղ քննարկելու բան չկա։ Կներեք էլ ինձ։ Ինչ վերաբերվում է պատշաճ զեկույցը ազգային ժողովի նախագահին ուղարկելուն, դա մի վարքյան քարտուղարության միջոցով է հանձնվել եւ ես այլ տարբերակ չգիտեմ բացի ազգային ժողովի քարտուղարությունից նման զեկույցը ազգային ժողովի նախագահին հասցնելու տարբերակ, որովհետեւ նույն քառօրյայի ժամանակ նույն սկզբունքով, նույն հասցեով, նույն գրանցված, մալբերով նամակ ուղարկվել է քարտուղարությունում փաթեթը ունեցել է իր համարը եւ եթե վերջին հաշվով զեկույցը չլիներ, դրա մասին դժվար թե ազգային ժողովի նախագահը խոսեր։ Զեկույցը կա։ Հիմա եթե խոսք կա գնում, որ պետաիրավական հանձնաժողովի եզրակացություն կա, ես կուզեի տեսնեի։ Վլադիմիր Վարդանյանը Հայաստանում չի գա եւ նա տեսնենք պետաիրավական հանձնաժողովը ինչն է ուսումնասիրել, որ ազգային ժողովի նախագահին ասել է, որ ասենք թե կա խնդիր։ 3 կառույցից անդից ստացել եմ ես։ Չէ, երրորդը ասվեց, որ պարոն քարտուղարությունը դա ոչ մի բան չի ասում, քարտուղարությունը շարժվում է ըստ ձևակերպումներով։ Քարտուղարությունը իրավական կառույց չի։ Ես խոսում եմ նախադեպերից։ Դժվար թե Թաթուլ Սողոմոնյանը իրավական այդ խորությունների միջից ընկալեր սահմանադրական պահանջները։ Բայց դա իր իրավունքն է։ Թաթուլ Սողոմոնյանը ասել է, որ գրված է այսպես խախտվել է, բայց այդ դեպքում եթե խախտվել է նաև քառօրյայի ժամանակ, նույն մեր քարտուղարության ղեկավարին չի ժամանակ չի ասել որ խախտվել է։ Խնդրում եմ իրար չխանգարեք։ Ասում են լիագումարում չենք ներառի, բայց այլ ձևով այդ դեպքում ասեք որ կետի դուք եք խանգարում իրար։ Հարցը տվեք, շատ լավ հարց է տալու։ Դուք մի հարց տվողին մտեք հարցի մեջ։ Այդ դեպքում հարց առաջանում որ կետի համաձայն, որովհետև եթե լիագումար չի մտնում, ինքը արկախված է մնում։ Եթե մտնում է, նշանակում է զեկույցը գոյություն ունի եւ օրենքի պահանջն է, սահմանադրական օրենքի, որ զեկույցը այդ դեպքում պետք է լիագումարում զեկուցվի։ Եթե այլ տարբերակով է գնում, նշանակում է զեկույցը գոյություն չունի։ Այսինքն եթե ասում ենք, որ ժամկետն անց է եւ զեկույցը արդեն չի կարա գոյություն ունենա, նշանակում է զեկույցը չկա, ինչն ենք զեկուցելու։ Այսինքն դուք եք որ մի վարքյան փակ քննարկում կարամ հենց հիմա ես հավաքեմ որպես հանձնաժողով բոլորին հավաքեմ, սկսեմ քննարկել, բայց սահմանադրական օրենքի պահանջը լրիվ այլ է։ Լիագումար նիստում ինքը իր իրավական ուժը պետք է կիրառվի։ Հիմա ես սպասում եմ, որ հաջորդ խորհրդի նիստում կլինի որոշում։ Եթե չի լինի, կներեք, այդ դեպքում պետք է իրավաբանները տան հարցի պատասխան։ Վերջին հաշվով հենց այնպես չի, որ ես եթե նամակ եմ ուղարկում իրավական բացատրությունների, որևէ մեկի չեմ խորհրդակցել։ Եթե խոսում են իրավաբանական կրթության մասին, ես էլ ունեմ այդ կրթությունը։ Թող վերցնեն նաև գնահատականները համատեն։ Պարոն Քոչարյան, ինչու է տարբեր մեկնաբանության առիթ Այդպես են երկու իրավաբան միշտ երկու կարծիք ա լինում։ Իրավաբան չէ, երկու քաղաքական գործիչ։ Ալեքս Սիմոնյանն ասում է մեկնաբանման հարց է, ես խնդիր չունեմ, պարոն Քոչարյան։ Ելի չունենք, ես էլ չունեմ։ ասում եք դուք յուրովի եք մեկնաբան։ Ես չեմ մեկնաբանում, ես խորհրդակցում եմ նաև այնպիսի իրավաբանների հետ, որոնք նաև տիրապետում են սահմանադրական իրավունքին։ Ես անուններ չտամ, որովհետև այն մարդիկ, որոնք նաև քննարկել են, որտեղ ես երեխա չեմ, նաև քառօրյայի ժամանակ եմ քննարկել, որտեղ այնտեղ է կալ ժամկետի խնդիր։ Բայց մի մոռացեք, որ Պաշտպանության հանձնաժողովը երկու դեմքով է հանդես գալի եւ տարբերվում է մյուս հանձնաժողովներից։ Ինչու՞, որտեղ մեր մշտական գործող այն հանձնաժողովն է, որը միայն ունի իրավասություն նման հարցերի քննություն իրականացնելու։ Դա ինչ է նշանակում, որ դու երբ որ ժամկետը վերցրել ես
X ժամանակահատվածի համար 666 դու փաստեր ես հավաքագրել, բայց զեկույցի պատրաստման համար ժամկետ չկա նշած։ Տիկին Խաչատրյան, դու գոնե շատ լավ գիտես, ես քեզ իրավական այդ բաները բացատրել եմ։ Եվ հիմա ձեզ եմ բացատրում։ Այստեղ խնդիր չկա։ Նախ վերջին հաշվով նպատակը, զեկույցի նպատակը, ունենալ զեկույց, ցանկացած լուծում իրավական պետքա ձգտի ինչ-որ նպատակի։ Մեր նպատակը ունենալ զեկույց, որի մասին անընդհատ խոսում են։ Եվ ամեն ինչ անում են, որ այդ զեկույցը հանկարծ չհայտնվի։ Հիմա նայեք, տեսեք, ընդդիմությունը մի հատ ձեն չի հանում։ Ժողովուրդն անդադ գրում այսօր էլ ինչ-որ բանագրեր են, որում արդեն շատ հիմնավորված, ինչ-որ կոնսուլտացիաներ կան եւ նաեւ տեղեկատվություն զեկույցից։ Lurrer.com-ը ումն է։ Կա այստեղ ինչ-որ մեկը։ Դրանք էլ արտատպել են այլ բանով եւ այլն։ Խնդիրը դրա մեջ չի։ Նպատակը զեկույցն է, զեկույցը կա։ Զեկույցը իհարկե, պարոն Սիմոնյանը ճիշտ ասում, sense թե նենց հասարակության համար հասանելի պիտի դառնա։ Գամ անալոգիան դրա, փաստավակ խմբի 5 զեկույց, որի տակ իմ բոլոր 5-ի տակ իմ ստորագրությունները կան։ Ընդ որում մեկն է, որի ընդունումից հետո Համլետ Թադևոսյանի լուծարվեց փաստավակ խումբը, բայց զեկույցները հրապարակելուց հետո միեդի որոշման մեջ փաստավակ խմբի զեկույցներին չէ եղումները։ Պատկերացնում եք, եւ հիմա այս զեկույցը սենց մենք դարձնենք ֆուտբոլի գնդակ, սենք տաշել։ Որոշում կա այս ամենի կամ Քոչարյանը։ Չէ, ես չեմ տեսնում այդ։ Բայց հիմա դուք Քոչարյանը։ Խնդիրը իրավականը կգտնեք լուծում, չի մասն է խոսքը։ Այսինքն Դուք ինչ եք իրար խանգարում։ Հասկանալի դեպքում նշում եմ, փակ լսումներ ձեզ համար ընդունելի չի։ Նախ փակ լսումներ այդ ֆորման նշանակում է ասում է, որ ըստ կանոնակարգ օրենքի որ ժամկետը խախտվել է, նշանակում է զեկույցը չկա, իհարկե։ Դա արդեն իրավական առումով վիճահարույց են էլ ոնց։ Եթե ընդունում ենք, որ զեկույցը կա, եթե գնում է փակ լսումները, բայց լիագումար չի գնում։ Եթե լիագումար չի գնում, նշանակում է զեկույցը չկա։ Իսկ եթե զեկույցը կա, փակ թե բաց ինչ կարևոր է, իր հասցեն, դա լիագումար նիստերի դալշնի։ Իսկ հանձնաժողովի անդամները ինչ կարծիք ունեն այս։ Հա, այսօր գրել են, որ հանձնաժողովի անդամները չեն ծանոթացել զեկույցին։ Լուրջ եք ասում։ Առանց դրա ես ոնց եմ ուղարկել։ Այնտեղ կան, ասենք Վիլեն Գաբրիելյանը չի ծանոթացել, որտեղ ինքը պատգամավոր մանդատը դրել է։ Կա նաև մեր գործընկեր, որ չի ծանոթացել, բայց ես 23 թվականի սեպտեմբերից նամակներ ուղարկած ունեմ, որ ձեր տեսակետներ ուղարկեք, ինչպես 2 նամակ։ Այդ կարող այդ նամակները հրապարակեմ, տեսնեք, այսինքն որևէ մեկի չի կարա շարքի։ Ես բավականին փորձառություն ունեմ ուշադիր լսի։ Ես պիտի ծանոթանամ։ Շատ լավ, բայց 23 թիվ սեպտեմբեր նամակները արկա են, բոլորին ուղարկված է։ Ինչի չեն եկել ծանոթանում։ Ինչի չեն եկել, եթե չեն ծանոթացել հատուկ կարծիքով հանդես գան։ Դա շահարկել։ Հետաքրքիր չէր իրեն։ Որովհետև ես քննիչ հանձնաժողովի ղեկավարն եմ, դա չի բարձրացնում, դա աշխատանք է։ Չէ, նկատի ունեմ, որ ինչ բացատրություն։ Խնդիր չունենք։ Անում ծանոթանալու։ Կարող ես բախված են եղել։ Ես հիմա ասեմ, ոչ մի խնդիր չկա թիմի ներսում, բացարձակ։ Նաև ես ասեմ, այդպիսի խնդրեմ քարորիայի ժամանակ էլ է եղել, բայց խնդիրը դրա մեջ չի։ Խնդիրը հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնություն ոչ միայն ծանոթացել է, ունի իր դրած ստորագրությունը։ Չշահարկեք, ժողովուրդ լինի, չգիտեմ, ժամկետանց ուղեղով լինեն, անժամկետ ուղեղով լինեն, դա անհերքելի փաստ է։ Պարոն Քոչարյան, եթե քաղաքական որոշում չկա, եթե իրավական առումով խնդիր չկա, դուք եւ Ալեն Սիմոնյանը խնդիր չունեք միանց այդ, ուրեմն այս հնջուկը ի՞նչն է պատճառ, որ այսպեսի ձգձգվում է։ Կարող է շատ հնարավոր է, ես սպասում եմ Վլադիմիր Վարդյանը գա, իրան մատ հարց տամ։ Արդյոք ճիշտ է, որ դուք լինելով պետերական հանձնաժողովի նախագահ տվել եք եզրակացություն։ Եթե տվել եք, ցույց տվեք այդ եզրակացության որոշումը։ Հանձնաժողովի նիստեղ է թե չի եղել։ Կամ ինչ իհարկե չի կարա լինի այդ դեպքում օրակարգում Թադուր Սողոմոնյանը չի թող ես սխալվեմ։ Պետք է դրված լինի, որ օրակարգում դենց հարցականնվում։ Ինձ էլ հրավիրեն հարցեր տան։ Իսկ աշխատակարգային նիստով հնարավոր է։ Ոչ։ Ոչ կներեք, բոլոր հանձնաժողովները օժտված են հավասար լիազորություն։ Շատ լավ, պարոն Քոչարյան։ Եվ վերջին հաշվով ով ասեց, որ իմ Պաշտպանության հանձնաժողովի իրավաբանները ավելի քիչ են տեղեկացված, քան մեկ այլ հանձնաժողովի փորձագետները, եւ մենք արտակ հարություն անենք գեներալի ուսադիներով, որի ուսանողները մինչև հիմա կրթություն են ստանում այդ մարդկանց, ինչի մասն է։ Բայց իմ հանձնաժողովից էլ կան անդամներ, որոնք համարում են, որ զեկույցը չպետք է լիագումարի դալիճում լինի։ Ով ասում։ Հարցնում եմ։ Իհարկե ոչ։ Բոլորը այսինքն Իհարկե ոչ, ում բռնացնում եք հարցրեք։ Պաշտպանությանը Չէ, պաշտպանության հանձնաժողովում չկա այդ հարց, ինչի չկա, որովհետև պաշտպանության հանձնաժողովը անդամները ստորագրել են զեկույցի
կարծեմ երրորդ էջում եւ ուղարկված է զեկույցի ամբողջությամբ, որովհետեւ նաեւ արձանագրությունները նիստերի ամեն ինչ տասնյակ հազարից ավել փաստաթղթեր ատակը, տեսագրություններ, ձայնագրություններ, ֆոտո, ուրեմն նյութեր, ինչի մասին է խոսքը։ Այս աշխատանքը ունեցել եք, օրինակ մտավախություն չունեք, որ եթե զեկույցը չհրապարակվի, դες կարող են ասել, որ ինչ-որ բաներ ունեիք թաքցնել։ Ինչ ես ասում։ Չէ, բա դա Պետական ինձ պետք է մեղադրեն։ Բա ինչի համար է իրավակարգավորները գնում դեպի դիագումանիստ, հետո գնում է համապատասխան հասցեով, ըստ գաղտնիության պահանջի, որից հետո իրավասու բոլորը կարդում են, բոլոր համապատասխան կառույցները ուսումնասիրում են եւ կանոնում են եզրահանգումներ։ Ես նկարում եմ ձեր թիմում։ Ոչ։ Մեր թիմը անհամբեր ես հասկացել եմ, որ մեր թիմը անհամբեր սպասում է զեկույց։ Երեք, երբ որ ես այդ հարցազրույցից հետո ֆակտորի մտել եմ դալիճ, բոլորը սպասում են զեկույց։ Ինչի՞։ Որտեղ վերջին հաշվով է զեկույցը մեր երկրի համար է, այս զեկույցը ոչ իմ համար է, ինչ եմ ասում, որ ընդդիմությունը պարտավոր էր մասնակցել։ Եվ հիմա իրանք հետ ծանոթաներս որ մոտեցել են, չասեմ անուններ, բա առաջի բաժնում կա այդքան ծանոթանում։ Շատ լավ հարց է տալի։ Առաջի բաժնում որպեսզի մտնի, ինքը պետք է գա լիագումարնիստ։ Իսկ եթե չգա, չկարող կգա առաջի բաժին։ Ոնց։ Չգիտեմ, հարցնում եմ։ Կարող է մեր տուն է թե, կարող է ձեր տուն է թե, որտե՞ղ չի, իրավակարգավորում կա։ Մի հարցրու դու տրամբան։ Իրավագիտությունը դա տրամաբանությունը, բարոյականությունը, հիմա տրամաբանությամբ շարժվում ենք։ Պարոն Քոչարյան, հիմա եթե ասվում է, որ որոշումը սա է։ Ազատություն Ռոզեկյան, մի անգամ դուք մեծ խնդրեմ փորձեցիք սարքեք իմ անձի շուրջ, բայց ոչինչ։ Ես ներողամիտ եմ, չկա այդպիսի բան։ Ես ներում եմ։ Շնորհակալություն, բայց պարոն Քոչարյան, հիմա եթե ասվում է, որ փակ լսումներ, Ինչ փակ լսում։ փակ լսումներ։ Ասեք օրենքի ворքետով ես դեմ չեմ։ Ինչ եք անել, ուզում եմ հասկանալ։ Վերջին հաշվով եթե ոչ մի բան չլինի, կներեք, փակ լսում նշանակում է զեկույց չկա։ Չի հասկանում ասող չկա։ Չէ, ես հարցնում եմ։ Ես էլ պատասխանեցի, բացատրեցի իրավաբանորեն, որ ես եմ իրավաբանական երկրորդ կրթությունս իրավաբանությունն է։ Դուրս կարող եք Ջանգիրյան հարցնել, ինքից 5 է։ Պարոն Քոչարյան, Փաշինյանի Ես պարոն Փաշինյանի հետ չեմ քննարկել, բայց բնականաբար ինքը որևէ դիրքորոշում հայտնել այս առումով ձեր։ Պարոն Փաշինյանի դիրքորոշումը հայտնված է, երբ որ ինքը 10 ժամ քննիչ անձնարարողում պատասխանել է հարցերին։ Հիմա խնդիր կա, Չկա խնդիր։ Եթե չլիներ Խնդիր։ կարծում եք Ալեն Սիմոնյանը այդպիսի դիրքորոշում։ Ալեն Սիմոնյանը դեռ վերջնական դիրքորոշումը չի արտահայտել։ Ես դες ման չասեցի։ Շատ լավ, բայց ես էլ հիմա ձեզ ասում եմ, դա խնդիրներ է նորից առաջացրել, որովհետև այդ դիրքորոշումները պետք է հիմնավորված լինեն իրավական լուրջ փորձաքննության արդյունքում։ Հիմա եթե պարոն Սիմոնյանը ասել է, որ ես խորհրդակցել եմ պետերական հանձնաժողովի եզրակացությունից ելնելու։ Կներեք, ես սպասում եմ պարոն Վարդյանին, որ գա եւ ինձ էլ ասի, ինչից ելնելով այդ որոշումը կասել։ Եվ վերջին հաշվով, ցանկացած խնդիր որ դրվում է եւ դրված է օրենքների մեջ, պետք է ծառայի նպատակին։ Քննիչ հանձնաժողովի նպատակը վերջնական զեկույց ունենալն է։ Իսկ վերջնական զեկույցը պետք է լինի որակական։ Իսկ եթե ընդամենը էջեր լրացնեի բերեի, դա մի կոպեկի արժեք չուներ։ Իսկ դուք իրավական հիմնավորումների նախագահ այսօր Ես նամակ եմ ուղարկել։ Իրավական ինչ կներեք։ Ես նամակ եմ ուղարկել։ Հիմնավորումներ եք ներկայացրել, Այն բացատրությունները, որոնք ծնվել են տարբեր բարձրակարգ իրավաբանների հետ քննարկումների արդյունքում, չտամ անուններ, որովհետև երբ որ պետք լինի կտամ հետո։ Պարոն Քոչարյան, ազգային ժողովի նախագահը այսօր ասեց, որ այսօր էլ քննարկվել է եւ այսօր են որոշել, դուք էլ արդեն տեղեկացված եք։ Չէ, ասելա, որ ինքը ուզում է լսումներ կազմակերպի։ Ես ոչ եմ հասկանում։ Եթե լսումներ կազմակերպում եք, նշանակում է զեկույցը չկա։ Այսինքն դուք համաձայնություն չեք։ Լսեք, մենք կամ շարժվում ենք իրավական օրակարգով, պահանջով, կամ լսումները միշտ կարելի անել։ Լսում դա նշանակում է այլ ռեժիմ։ Լսում հանձնաժողովն է կազմակերպում, այդ լսումներին ովքեր պիտի մասնակցեն։ Եթե լսում է քաղաքացիությունը պետք է մասնակցի։ Պատգամավորները ասած։ Այդպես լսումներին պետք է բոլորը մասնակցեն։ Ոնց կարող լսում միայն պատգամավորները, մեր դեպքում լիագումանիստ է։ Ոնց այն ինչի չեն կանում այդ լիագումանիստը։ Դա չխտիր է։ Բայց եթե չեն կանում լիագումանիստը հողում անելով, որ ժամկետը խախտված է եւ զեկույց չի եղել, նշանակում է զեկույցը չկա։ Եթե լսում են գնում, դա արդեն ուրիշ թեմաներով։ Խոսենք 44 օրյա պատերազմի ինչ-որ դրվագների մասին։ Օրինակ բացահայտումներ կան։ Ես պատրաստ եմ, դուք շատ լավ գիտեք։ Լսում չի կարող լինել, պարոն Քոչարյան։ Կհիշեք, դուք եք կարծեմ ձեր հանձնաժողովը։ Խոսքը սահմանադրական օրենքի պահանջով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին է։
Դուք հիմա այլ ռեժիմի մասին եք ասում։ Այդ ռեժիմն էլ իրավունք ունի գոյություն ունենա։ Երբ որ բոլոր հարցերի պատասխանները սպառվել են, բայց այդ հարցերի պատասխանների իրավական սպառելու համար պետք է հասկանալ ինչ խոչընդոտ կա։ Եթե նպատակը զեկույցն է, զեկույցը պիտի գա լիագումարնիստ։ Եթե նպատակը զեկույցը չի, ամեն ինչի մասին էլ կարելի է խոսել։ Ձեզ թվում է իմ բոլոր աշխատանքային քննարկումները այս թեմաները շրջանցում են։ Վերջինս մեր հանձնաժողովի ամբողջական տիրույթում նմանատիպ հարցերը թե ազգային ժողովի ներսում, թե ազգային ժողովից դուրս, դրանք բազմաթիվ են։ Ուզում եք պնդել, պարոն Քոչարյան, որ այս ամբողջը զուտ իրավական վեճ է։ Այո։ Ոչ մի ուրիշ։ Ես սպասում եմ իրավական վեճի հիմնական մասնակիցներից մեկին Վլադիմիր Վարդանի վերադարձին, որովհետև մեր քարտուղարության մեկնաբանությունները կներեք համոզիչ չեն։ Տիկին Խաչատրյան, ձեր համար եմ ասում։ Ձեր համար եմ ասում, համոզիչ չեն առումով, որ կա նախադեպ եւ քարտուղարությունը եթե ունի տեսակետ, պետք է տեսակետը ունենա նաեւ այն ժամանակ, երբ որ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն է եղել եւ այդ նախադեպը խոսում է, որ իրավական այս խնդիրը կարգավորված է։ Նախադեպը, դա խախտել չի կարելի։ Դա խախտելու դեպքում նախադեպներով առաջ չեն գնում։ Մոռացեք ամբողջ աշխարհը գնում է, մենք բացառություն։ Այդ ազգային ժողովի նախագահը ասում է, որ պետաիրավական էլ է եզրակացություն տվել բան։ Դուք ուշադրեք, ոչ, փակագծերը կբացեմ, փակագծերը կբացեմ միայն դուք հիմա գաղտնի տեղեկություն եք ուզում դերել։ Այնքանը որքանով Թույլատրելի չի այս պահին ոչինչ։ Բացահայտել է ազգաժողովի ժամկետների խախտում կա։ Ձեզ երբևէ ասել են, որ Ոչ, իհարկե ոչ, իհարկե, բայց քան ինչ ենք տանջվում, չեք պատկերացնի, քանի ժամերի եթե վերացենք, օրեր, ժամեր, ամիսներ, տարիներ, դու պատկերացրեք այդ աշխատանքի ծավալ, երբ որ ես զեկույցը ներկայացնելուց ներկայացնեմ ինչ հիմքերի վրա է ծնվել այդ զեկույցը, կարամ զեկույցի էջերի քանակ ասեմ, ինչ որ կարտալ, 215, բայց միայն եզրակացությունը ինքը շատ ավելի մեծ կտոր է ներկայացնում եզրակացության զեկույցի մեջ, բայց զեկույցը ունի գաղտնի, շատ գաղտնի, խիստ գաղտնի, հուշ գաղտնի, դա բարդ խնդիր է, այդ զեկույցի ներկայացնելն էլ բարդ խնդիր է, թույլտվությունների աստիճանակարգերը տարբեր են։ Օրինակ դուք առանձնացրել եք, քանի տոկոսը հնարավոր կլիներ հրապարակային օրինակ ներկայացնել։ Իմ համար այո, բայց ես պետք է նայեմ մթնոլորտը ինչպեսին կլինի, որտեղ այս զեկույցը պետք է ծառայի իր նպատակին։ Դա այն բացթողումների պատճառների հիմքերը, որը մեր ուժային կառույցների համար պետք է լինի ուղղակի դրանք օր առաջ վերացնել։ Իսկ մարդկանց ինչ տոկոս կարող է հասնել։ Իմն էլ կա, քոնն էլ կա, բոլորինս էլ կա, հետո Չէ, ես հարցնում եմ Ինչի Փաշինյան չի ասում, որ ամեն ինչի մեղավորը ես։ Ես չեմ ասում, որ ես էլ եմ մեղավոր։ Իսկ նախկինները մեղավոր են, հիմա չեմ խոսում նախկինների մեղքերի մասին։ Մենակ ասեմ, բանգաբուտուլկեկը այսօր փոխված են ամրոցներով։ Թող հասկացողը հասկանա ինչի մասին է խոսքը։ Էլ չեմ ասում ժամանակին մի հատ մեղ չէին կարտադրում, այսօր մեր ռազմաշնորհաբերության վիճակը ինչպիսին է։ Այդեք մեղավորներ ման մի եկեք դասեր քաղելու մասին խոսենք։ Զեկույցում չկան մեղավորներ։ Ինչի՞ չկա։ Ինչի՞ չկա։ Քրեական գործերի քանակը պատկերացնում եք։ Զեկույցում կան դավաճաններ էլ, մեղավորներ էլ, ամեն ինչ էլ կա։ Կհաջորդեն քրեական գործեր, դավաճաններ կան։ Ես քննիչ չեմ։ Սա իրավական քաղաքական փաստաթուղթ է։ Դավաճաններ։ Ինչի դուք չգիտեք, որ քրեական գործեր կան դավաճանություն։ Ես դրա մասին այդպիսի հատված կա։ Պարոն Քոչարյան, երբ որ հանձնաժողովը ձևավորվեց եւ սկսեց աշխատել, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը շարունակվում էր։ Օգոստոսին ունենք արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագիր։ Հնարավոր է, որ զեկույցը խանգարի խաղաղության գործընթացը։ Բայց դրա համար զեկույցը պետք է փակ ռեժիմով լինի, որպեսզի որևէ շահարկումների տեղ չտա։ Իհարկե կլինեն արտահոսքեր, որը միշտ կարելի ասել, որ դա ճիշտ չի։ Զեկույցի գաղտնիության հենց իմաստը դրա մեջ է։ Իհարկե բոլորը կդժգոհեն, որ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ այնպես արեց, որպեսզի զեկույցը հասանելի չլինի լայն հասարակությանը, բայց կներեք, բոլոր երկրներում էլ կան զեկույցներ, որոնք, ասենք նույն Ամերիկայում քննադատության մինչև 40 թիվը փակ է լինելու։ Իսրայելում նմանատիպ զեկույցները 10 տարուց ավել են տևել։ Հիմա ժամկետի խնդիրը։ Բալավ չգիտեք, որ նման բարդ առաջին անգամ է, որ ազգային ժողովը երկու մեծ քննիչ հանձնաժողով, մեր հանձնաժողով աշխատանք է կազմակերպել 44 օրյա։ Դուք չգիտեք, որ եթե այդ ժամկետով եք անում, դուք զեկույց չեք ունենա որակել։ Գուցե պետաիրավական առաջերտին մտածել այդ ժամկետները նմանատիպ հանձնաժողովների աշխատանքի համար ընդհանրապես աներ,
Որովհետև եթե շարժվենք օրենքի տրամաբանությամբ, որը իմ համար ընդունելի է, որ ասում են, դա պարոն Քոչարյանի մեկնաբանությունն է։ Այդ մեկնաբանության պայմաններում, եթե այլ ճանապարհով գնանք, իմ լիազորությունները կավարտի ազգային ժողովի աշխատանքների ավարտի հետ մեկտեղ։ Ըստ այդ տրամաբանության։ Բայց քանի որ հիմա ներկայացված, եթե զեկույցը կապտի գալի ագումար, եթե զեկույցը չկա, ապա ինչն ենք տանում լսումների։ Այդ հարցի պատասխանը, եթե Վլադիմիր Վարդանը կարողանա բացատրի, ես ուրեմն կընդունեմ դա եւ կգնամ ձեր հետ միասին զրույցի լսումների մեջ։ Պարոն Քոչարյան, ես ճիշտն ասած Չէ, որտեվ Ալեն Սիմոնյանը ասաց, որ խորհրդակցել է իրավաբանների եւ մեր քարտուղարության պետի հետ։ Երկուսն էլ շատ հարգված մարդիկ են։ Պետայրավական կարող է ես եմ։ Դու ազատություն ռազմական ինչ հետ անգել պրոցեսը։ Երեք տեղից ասաց, որ կարծիք կա, երրորդը ասաց, որ ինքն է, որտեղ իրավաբանական կրթություն է, պետայրավականն է, պարոն Քոչարյան։ Պետայրավականը դա հանձնաժողով է։ Պարոն Վարդյանը դա անհատ է։ Հա, դուք իրավաբանական անհատի կարծիքն եք նաև ուզում։ Հանձնաժողովի նախագահի, որտեղ տրվել է հանձնաժողովի անունից կարծիք։ Դե կարծում եք ինքը տեղյակ։ Ես ուզում եմ այդ կարծիքին ծանոթանամ, վատ բան եմ ասում։ Ձեր համար եմ ասում։ Ինձ մի հարցրու, կարծիք տվողին հարցրու։ Եվ պարոն Քոչարյան, մի հարց է, դուք անընդհատ ասում եք, որ դա պետք է հանրության բանը դառնա զեկույցը, նաև հանրությունը տեղեկան խնդիրներից։ Մյուս կողմից էլ ասում եք զեկույցը այնպեսին է, որ պետք է փակ լինի։ Այո։ Հիմա վերջը մարդիկ ինչ որ տոկոս հնարավորություն կունենան ծանոթանալու, ամբողջությամբ գոնե պետական կառույցների համար կլինի բաց, որոնք իրավասություն ունեն, որոնք պետք է այդ զեկույցից վերցնեն հատվածներ եւ այդ հատվածներին առնչվող թեմաները ուսումնասիրեն եւ տան լուծումներ։ Իրենց նկատմամբ, իսկ Եվ ձեզ ասեմ, զեկույցի պատրաստելու ընթացքում նաև գլխավոր դատախազին մի հսկա կտոր արդեն ուսումնասիրված ասահականների հատվածը ուղարկեն գլխավոր դատախազին, որպեսզի ուսումնասիրեն եւ ընթացք տան այդ երևույթների նկատմամբ։